Պարոն Կարապետյան, շարունակելով հարցը, տեսեք երկու ամիս հաստատորեն դուք կրկին ազատություն չեք ունենալու, քաղաքական գործընթացները շարունակելու եք տնից հետևել, սա ինչ-որ ձևով ձեր ակտիվությունը կսահմանափակի։ Ղեկավարել։ Եվ ղեկավար, ինչ-որ ձևով ձեր ակտիվությունը կսահմանափակի քաղաքական առումով, եթե օրինակ դուք ազատ լինեիք, ինչ կլիներ։ Իհարկե ավելի ակտիվ կլինեիք, ավելի արագ Փաշինյանին ճանապարհենք։ Իսկ ձեր գաղտնի պլանի հետ կապված որևէ նորություն կասեք, ինչպես եք այդ հեռացնելու։ Դե հետո ասում ենք, դուք ուշադիր հետևեք։ Դե նա գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցին։ Հատուրը դուք ճանապարհեցիք, ոչ թե։ Բավ, Փաշինյանը խաբար չէր։ Պարոն Կարապետյան, այստեղ հավաքված ձեր աջակիցները գոնե ինչ-որ կերպ տնային կալանքի դժվարությունը մեղմում են։ Գլուխը այն մեխանիզմի արդեն չկա, հիմա Փաշինյանը դարել է անգլուխ ձիավոր։ Մեղմում են այստեղ հավաքված ձեր աջակիցները տնային կալանքի դժվարությունը գոնե որոշ չափով մեղմում են։ Մեր թիմը իրոք մեղմում է։ Շատ լավ թիմ ունենք, դրա համար հավաքվում ենք, լավ բառեր ենք ասում իրար, հույս ենք տալիս իրար ու գնում ենք առաջ։ Քաղաքացիների հանդիպումներ ձեր անհրաժեշտ են, պարոն Կարապետյան, ինչպես նախընտրական շրջանում ենք տեսել։ Ну, այդ մասշտաբով իհարկե ոչ, բայց տարբեր չափսերի կլինեն։ Պարոն Կարապետյան, դուք Հայաստանում ունեցած ձեր բիզնեսներից որևէ բան արտահանում եք Ռուսաստան, թե ոչ, եւ այս սահմանափակումները ազդել են ձեր բիզնեսներին։ Ոչ, մենք չենք արտահանում Ռուսաստան։ Մենք ներքին դաշտում ենք աշխատում։ Դե լավ, շատ շնորհակալություն։